Բարի օր հարգելի հետևորդներ, նոր դուրս եկանք դատական նիստից, գիտեք ուղեղի եթերեր, խոսքը վերաբերվում է Իսակովի, ոնց որ Վաչագան Ղազարյանն ասում, Իսակովի անապատի հողերի յուրացմանը, վաճառքին, շաբաշ տալուն եւ այլն։ Այսօրվա դատական նիստը ինքը շատ հետաքրքիր էր, ես ճիշտն ասած քրեական գործունեություններին ծանոթ եմ եւ ձերը շատ կարծում եմ ձեր համար շատ նորություններ կար։ Եվ ուզում եմ մի բանից սկսենք։ Ինչպես այսօր էլ նշվեց, այս գործը հարուցվել է Woman Լեյլի չեմ հիշում ազգանունը, տված հաղորդման, հանցագործության մասին տված հաղորդման հիման վրա 2.800.000 կաշառք տալու փաստի արդիվ։ Ըստ էության որևէ մեկս հանրությունում չգիտենք, եթե չեմ սխալվում, սա Դուբայի Լեյլան պետք է լինի, ըստ ինձ, Լեյլի Գասպարյաններ, ինչ էր չեմ հիշում, ի վերջո։ Հիմա մի հատ հարց է, նախ մենք առ այսօր հանրությունը չգիտի, Լեյլան դատվեց կաշառք տալու համար, Աֆրիկյանը դատվեց կաշառք վերցնելու համար, ապացուցվեց փաստը, չապացուցվեց եւ այլն։ Շատ ուրախ եմ, որ նախ հարուցվել է նաեւ այս քրեական գործը, բայց այդտեղ մի հատ հետաքրքիր բան է ինձ հետաքրքրում։ Այսինքն այն Իսակովի անապատի հողերը մի հատ ասեղ էր, որ եթե Լեյլան չլներ, ասենք մի 10 տարվա մեջ որևէ մեկը չէր իմանալու այս խայտառակության մասին, որ կազմակերպել է Սերժ Սարգսյանը, Երվանդ Զախարյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Այս ովքեր որ կան դահլիճում, հիմա Արմեն Սարգսյանին էլ կանդրադառնանք, ճիշտն ասած իմ համար ինքը անծանոթ կերպար է, ի տարբերություն համայն 50-50-90-10 Վաչիկ Ղազարյանի անապատներ սեփականաշնորհող օազիսներ եւ բենզալցակայաններ կառուցող Վաչագանի, ամենայն հայոց Վաչիկի։ Եվ հիմա ես դրան ուզում եմ անդրադառնամ։ Փաստացի դուրս է գալիս, որ 10 տարի շարունակ, 10 տարուց ավել Հայաստանի Հանրապետությունում որևէ մարմին չի եղել, որը Իսակովի պողոտայով անցնելուց չի տեսել Toyota սերվիսը, չի տեսել բենզալցակայանները, չի տեսել Գևորգյան Արմենի գույքը։ Մենք մոտ օրերս, ես դες խոսք եմ տալիս, ես պաշտպանության նախարարության այլ խայտառակություններ եւս ուղակի գրասենյակից կասեմ, սա կարճ հարցազրույց է։ Այսօրվա դրությամբ դատական նիստերի դահլիճում ներկա չեն գործի շահառուները եւ այն անձնավորությունները, ում պահանջով Իսակովի պողոտայի մեզ պատկանող երևանցիներին պատկանող հողերը ուղղակի իրար հետ որոշել են ինչ-որ միտեղ եւ շաբաշ են տվել իրանց բարեկամներին։ Ներկա չեն նաեւ բենեֆիցիարները։ Իրականում եմ ասում, ինձ հետաքրքիր է առանց Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Երվանդ Զախարյանի պետական կադաստրի կոմիտեի եւ նոտար Էմմա Շաբոյանի բոլորս գիտենք, Էմմա Շաբոյան, Ելենա Սարգսյան, այդ են նոտարական Կոզա Նոստրաներ, որ կար առաջին նոտարական գրասենյակում, որ եթե լավ փող տայր, կար այն ուրիշի կոշիկները գրանցեին եւ պետական գույքի վկայական տային կոշիկների։ Հələ թող փորձի հանգարց Էմմա Շաբոյանը ծկլթա, կհիշացնեմ իրա եւ Ելենա Սարգսյանի արած խարդախությունները Մարիամ Գաբոյանի ղեկավարությամբ, նոտարական արդարադատության նախարարությամբ։ Շատ բաներ գիտենք, մենք ի վերջո Երևանում ենք ապրում, մենք էլ հում եկվոր չենք, ստեղից ընդեղից չենք եկել այս քաղաք։ Բոլորս գիտենք, թե ով ա եղել Էմմա Շաբոյանը։ Մի մարդ, որ նույնիսկ իրավական գիտելիք չունի եւ քրեական գործունեություններում ասում է, որ կառավարության որոշումը գերակա է օրենքին։ Դուք պատկերացնեք սրա տգիտության աստիճանը։ Տգետ էլի, բացառիկ տգետ։ Եվ սրա թեթև ձեռքով վաճառվել է ամբողջ այս հողերը։ Եվ մի ուրիշ հարց, անընդհատ այստեղ խոսակցությունը գնում է գնի մասին։ Ի վերջո ով է որոշել այս հողերի գները, ով, որևէ տեղ որոշվել է, այսինքն եղել է կարիքների գնահատում։ Եթե ինձ մի բան է պետք, երբ որ մարդ գնում է բանկ վարկ վերցնելու, ասում ասենք իմ տունը սարքելու համար, ենթադրենք 1 միլիոն դրամ է պետք, 58 էջ փաստաթուղթ ներկայացնում, այդ 1 միլիոն դրամը հիմնավորող։ Հիմա որտեղ է այն փաստաթղթերի ցանկը, որը ներկայացրել է պաշտպանության նախարարությունը, Սերժ Սարգսյանը գնացել է իր եղբոր Ռոբերտ Քոչարյանի մոտ,
կառավարություն են գնացել, այդ ժամանակ իրականում հա նախագահական երկիր է եղել, առանց Ռոբերտ Քոչարյանի ճանճերը նույնիսկ առավոտ չէին տզում, որտեղ ոնց են գնահատել կարիքները, ինչքան հող է հարկավոր, ինչքան փող է հարկավոր, եւ այդ փողը վերածեն այդ հողը վերածեն փողի, ասեն Իսակովի կողտայց 5 հեկտար է պետք, 25 է պետք, 30 է պետք, օպերայի շենքն է պետք, Բագրևանդն է պետք, այսինքն իրանք կամայական են, որ ասում են բոյախանի կարաս, իրանցը նա եղել ոնց ուզել են, կարծում եմ այլ կերպ ա եղել, Ռոբերտ Քոչարյանը երևի զանգել է իր տղայի քավոր գենային հարցրել է քեզ ինչքան հող է պետք, ըստ դրա որոշել են թե պաշտպանության նախարարությանը ինչքան հող տան, զանգել են Ռոբերտ Քոչարյանը որոշել է թե Toyota Service եւ այլն կառուցելու համար ինչքան հող է պետք, զանգել են Հրաչիկ Թադևոսյանին, զանգել են լիք այնտեղ տարատեսակ մարդիկ կա, այսինքն դուրս է Անդրանիկ Մանուկյանին, թե տուն տնավարի նստել են մեր հողերի վրա, այս եկվորները եկել են ու որոշել են թե մեր հողերը ոնց են ծախելու, այս մի եկվորն էր, այս մարշրուտկի շոֆերը նախկին, ասում է Իսակովը անապատ է եղել, երևի իր համար Տերյան փողոցն էլ անապատ եղել, հանրային գրադարանի հարևանությամբ, որ պուրակը կտրեց իր յանս, չգիտեմ, ստրիպտիզեր, հանվելու տեղեր, հագնվելու տեղեր, եսի մինչ ակումբ բացեց, Տերյանն էլ անապատ եղել, այ մարշրուտկի շոֆեր, դու սրանք եկել են մեզ ձեռ են առնում, այս քրեական գործը նաև այն ինչ որ քննվում է դատարանում, շատ լուրջ բարոյական կողմ էլ ունի բացի օրենքից, սա եւս ինձ համար շատ հետաքրքիր հանգամանք է, եւ երբ որ խոսք է գնում գների որոշման մասին, պաշտոնների մասին, թե ով ինչ իրավասություն ունեցած, պարզմա իրենց քրեական գործի քննության շրջանակներում պաշտպանության նախարարությունը 541 փաթեթ փաստաթուղթ է վերածել, ոչ թե 541 էջ, այլ բազմաթիվ էջեր, ինչի է վերածրել, բա ով է դրա պատասխանը տալու, ով Ինչի իրավաբանական վարչությունը կամ այն վարչությունը, որ գնումներով էր ՊՆ-ում զբաղվում, ուր են այդ բոլորը, ուր են բոլորը այս դատական նիստերի դալիճում եւ ամենակարևորը էլ եմ ասում Երվանդ Զախարյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, խոսքը անընդմեջ գնում է հողերի ուղիղ վաճառքի մասին, հիշեցնեմ նաև հսկող դատախազին եւ ընդհանրապես դատախազությանը, որ դեռ 2015 թվականին մեր կազմակերպությունը զբաղվել է Երվանդ Զախարյանի կողմից Կասկադի հողերը ազատ ուղիղ վաճառքով վաճառել եւ այդտեղ ա եղել փողերի լվացում, որտեղ եւ կոնգրես հյուրանոցն ամախրճված չկա, բան որտեղ Քոչարյանը չկա, եւ նախկին դատախազ Օսիպովի ընտանիքներ, որը բարձրաձայնելու համար Սերժ Սարգսյանը իր եղբոր եւ իր եղբոր Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ որոշեցին կեղծ քրեական հետապնդում հարուցել իմ նկատմամբ, ես դա չեմ մոռացել, այդ նույնը եղել է Կասկադի հողերում, ես հիմա պահանջում եմ, որ դատախազությունը նաև զբաղվի այդ հողերով, այսինքն այս գործը չի կարող քննվել, հիմա երբ որ խոսվում է հողերը սա ծախել է նրան, ես նորից եմ կրկնում, հողերի մեծ մասը առել է Քոչարյանի տղայի քավոր Գենադին, ով եղել է Շահումյանի դատախազը, Եթե չի եղել աճուրդ, այո, ես էլ կողք լավ կլներ, որ աճուրդը լիներ, իմանանք, եթե չի եղել աճուրդ, եթե որևէ տեղ հայտարարված չի եղել, այսինքն իրանք իրար մեջ, իրանց կլանի մեջ բաժանել են, ինչ կապ ունեն այսօր այս մնացած մարդիկ այդ հողերի վաճառքի հետ, այն ինչ որ Արմեն Սարգսյանի ես ճիշտն ասած չէի ճանաչում, այսօր լսեցի վերջինիս խոսքը, լսեցի փաստաբաններին եւ իմ տպավորություն է ստեղծվում, որ եթե Արմեն Սարգսյանը ինչ որ հող նվիրատվել է իր կնոջը, ապա արել է փողերի լվացում։ Ես դատախազ չեմ, ես դատավոր չեմ, ամեն ինչ կպարզվի դատական նիստերի դալիճում, բայց այստեղ մի հատ ուրիշ հարց է ծագում։ Բա որ Սերժ Սարգսյանը հողերը նվիրատվել Վաչոյին, բա որ Ռոբերտ Քոչարյանը իր տղայի քավոր Գենադիին ա տվել, Մոսկվայի Գենային, այդ փողերի լվացում չի։ Գիտեք ինչա, օրենքը չի կարող խտրական կիրառվի եւ երկակի ստանդարտներով։ Շատ հետաքրքիր է, էլի, իրականում եմ ասում։ Բացի դրանից այսօր ինձ համար
այսօր ինձ համար շատ հետաքրքիր մի բան հայտարարություն եղավ նույն Արմեն Սարգսյանի միջոցով, որ վերջինիս նկատմամբ հարկադրանքի միջոցներ ա եղել եւ նախաքննության մարմինը ստիպել ա, որ ինքը ցուցմունք տա կամ տա այս հողերը կամ ուրիշի վրա ցուցմունք տա, երևի վաչոյին որ ստիպել են սաղ աշխարհի վրա գրել ա, էլի, լավ ստիպվող ա ինքը։ Եվ եթե նման բան եղել ա եւ ինքը չի համաձայնվել իր խոսքով, որի պատճառով վերջում հայտնվել է քրեակատարողական հիմնարկում, ապա պետք է անհապաղ քրեական վարույթ նախաձեռնվի, որտեղ սա հնչեցվել է դատարանում, դատականիստը ուղիղ հերարցակման բա եւ պետք է պատասխանատվություն կրի այն մարդով, որ հարկադրանք է կիրառել կամ չափածուցի, որ կիրառվել է, դուրս գա, որ այստեղ ճիշտը չի խոսացվել։ Եվ այսօրվա բացի դրանից վերջում Արմեն Սարգսյանի պաշտպանները բնականաբար իրանք միջնորդեցին, որպեսզի գրավ չկիրառվի իրենց պաշտպանյալը Արմեն Սարգսյանի նկատմամբ, քանի որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նույն քրեական գործն է փաստացի քննվում, ուղղակի չգիտեմ ինչի են մասնատել, որպեսզի երևի չեմ անում, ինչ որ շարժ են ստեղծել արհեստական, էլի եմ ասում, մինչև Սերժ Սարգսյանի գործը չմիանա այս դատարանում չլինի, այստեղ չի կարող քննվել։ Եվ այստեղ պարզվեց, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ մենակ չբացակայելու վերաբերյալ ստորագրություն է վերցվել, որպես խափանման միջոց, գրավ չի կիրառվել, իր ազգանվակից Արմեն Սարգսյանի վերաբերյալ կիրառվել է նաև ինչ-որ 50 միլիոն գրավ։ Ես կարծում եմ, որպես իրավապաշտպան, որ օրենքը պետք է երկակի ստանդարտներ չլինի եւ խտրական մոտեցում չլինի։ Այսինքն ինչ կապ ունի Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան, կարող է Արմեն Սարգսյանը գրավամուծել, Սերժ Սարգսյանը չէ։ Նամանավանդ մենք շատ լավ մեխանիզմները գիտենք, այդտեղ կա համայն հայոց գրավմուծող Գենադին, որ ասենք Քոչարյանի տղայի քավորն է, Քոչարյանի համար գրավամուծում, Սերժի համար կմուծի, ինչ ա եղել, որ բացարձակապես չեն նեղվի։ Սա ինձ համար եւս շատ մտահոգիչ է, այս երկակի ստանդարտների կիրառումը։ Արմեն Սարգսյանի եւ իր պաշտպանների ելույթից այսօր մի մոտ տպավորություն ստեղծվեց, որ Արմեն Սարգսյանը այսօր մեղադրել է, որովհետև կրում է Սերժ Սարգսյանի նույն ազգանունը, որովհետև ըստ իրենց ելույթների, էլի եմ ասում, բնականաբար դատարանը պետք է որոշի եւ դեռ դատաքննությունը նոր է սկսել, բայց ըստ իրենց ելույթների եւ ըստ մարդկային տրամաբանությամբ, որ Արմեն Սարգսյանը երբևէ չի ունեցել այն մեծ լիազորությունները, ինչպես Սերժ Սարգսյանը, այսինքն չէր կարող ինքը միանձնյա իր կապիտալ շինարարության բաժինը թողներ ու սկսել աշխատել Սերժ Սարգսյանի անձնական բրոկեր, ոնց որ աշխատել է Վաչիկը։ Այսքանը ընդհանրապես կասեմ, դատաքննության process-ը բավականին հետաքրքիր է, դատավորը բավականին բան իմացա, որը մեծ հույսեր է տալիս, որ կլինի արդար դատաքննություն, այո, եղել է հանցագործություն, այո, մեր երկրի հողերը սրանք վերցրել շաբաշ են տվել, բայց իմ պահանջը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես իրավապաշտպան, որպես բնիկ երևանցի այն է, որ այն մարդիկ Ռոբերտ Քոչարյան, Երվանդ Զախարյան եւ ՊՆ նախարար Սերժ Սարգսյան հիմնական շահառուները այս գործի իրանք պետք է կրեն քրեական պատասխանատվություն։ Իրականում եմ ասում, ստեղ սա այն գործն է, ես դեմ եմ այստեղ վաղեմության ժամկետին, որտեղ իմ երկիրն ու իմ հողը վաղեմության ժամկետ չունի։ Սրանք են անցողիկ, սրանց կյանքն է վաղեմության եւ պիտանելիության ժամկետով, բայց իմ երկրի, իմ քաղաքի հողը, որ վերցրել են, նայեք, ասում են, այնտեղ պետք է լիներ հասարակական, չգիտեմ, գոտի, այգիներ պետքա լիներ, քորեն էս մնացածը եղել, հա, 2005, 6, 7 ու 10 թվից հետո Իսակովի պողոտայում անցնելուց կարող է իրանց ակնոցներով Toyota սերվիսը տենց մանկական կաֆե է երևաց է, Վաչոյի բենզակալոնկան երևի բան, պտտվող անիվ կարուսել է երևացել աչքներին, չի կարելի այսեն ժողովրդին ձեռ առնել, ի վերջո ժողովրդի համբերությունը ռեզին չի, մի օր այդ ռեզինը կարող է կտրվի, մնացածը արդեն գրասենյակից մոտ օրերս եթեր կլինի, որտեղ կպատմենք, թե ինչա իրականում կատարվել պաշտպանության նախարարությունում, շնորհակալություն, լավ մնացեք։